Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ Աքվե ազգային քաղաքացիական միավորման քաղաքական խորհրդի անդամ, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Խոսենք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից, նախ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին 4 միլիարդի եւ հետո 5 միլիարդի ներդրման մասով, նախ կներկայացնեք դա ներդրում է թե ոչ, եւ բացի այդ մոդուլային ատոմակայանների կառուցման մասով ձեր դիտարկումները որպես մասնագետ։ Նայեք, այս ամերիկյան մոդուլային այսպես կոչված ռեակտորի կառուցումը որոշակի թուրըմբռնում կամ հատուկ մոլորության փորձ են արում, դա համար ինձ հիմա այս թեման պետք է մի փոքր բացատրել։ Նախ սկսենք նրանից, որ այդ մոդուլային ռեակտոր կոչվածները իրանք աշխարհի ոչ մի երկրում չկան։ Իրա մի օրինակ ժամանակին կառուցվել է Միացյալ Նահանգներում, բայց Միացյալ Նահանգների համապատասխան հանձնաժողով, կոչվում է Միջուկային ատոմային էներգետիկայի հանձնաժողով, դա, ասենց ասեմ, լիցենզիա չի տրվել, որտեղ առաջացել են անվտանգության խնդիրներ։ Եվ նմանատիպ մոդուլային կայանների կառուցումը Միացյալ Նահանգների տարածքում փաստացի այս բանին արգելված է։ Բայց փոխարենը ասենք թե Միացյալ Նահանգների մյուսները դեմ չեն, որ այն կառուցվի Ամերիկայից դուրս ցանկացած երկրում, եւ տվյալ դեպքում իրենք փորձում են դա անել Հայաստանում։ Հիմա ուստեղ կա խնդիրներ, անվտանգության խնդիրներ, ու վերջերս կա նաեւ որոշակի էթիկայի խնդիրներ, էլի Հայաստանը փորձադաշտ դարձնելու հետ կապված։ Երկրորդ ես ինչի վրա ուզում եմ ուշադրություն դարձնեմ, դա գինն է, 5 միլիարդ։ Ինքը սարսափելի բարձր գին է։ Նմանատիպ կայանները ես չգիտեմ մյուս երկրներում ինչ արժեն, բայց կարող եմ ասել, որ մոդուլային կայանների sense ասեմ, հզորությունը սկսում է 50 մեգավատից մինչև 300 մեգավատ։ Համատության համար ներկայումս Հայաստանում գործող ռեակտորը մեծամորի 420 մեգավատ է։ Այսինքն ինքը ավելի փոքր է։ Իսկ նույն ռուսների առաջարկած VVR կոչվող տեսակի ռեակտորների գինը 5-ից 5.5 միլիարդ է, բայց նա հզորությունը 1200 մեգավատ է, այսինքն 4 անգամ ավելի շատ, քան թե ամերիկյան։ Այսինքն ավելի թանկ է։ Հա։ Եվ մենք սա պետք է գնենք փաստացի։ Այո, սա մենք փաստացի պետք է գնենք, երբ որ ասում են ներդրում եւ տարբեր մարդիկ դա օգտագործում են։ Սա ներդրման մասին խոսք չի լինում։ Իրանք բերում են իրենց տեխնոլոգիան կառուցում են, որը մեր վրա 5 միլիարդ դոլարի պարտք է առաջանում։ Մենք այն պետք է վճարենք։ Եթե դու 5 միլիարդ դոլարը վառում ես 300 մեգավատ հզորության ռեակտոր, սա շատ թանկ է նստում քո վրա, այսինքն դրանից հետո դու հաջորդ քայլով ստիպված ես քո էլեկտրոէներգիայի գինը բարձրացնել, որովհետև այդ 5 միլիարդը պետք է հետ վերադարձվի։ Եվ այլն, այսինքն բավական լրջագույն խնդիրներ առաջացող ծրագիր են առաջարկում Հայաստանին, որը նախ եւ առաջ պրոբլեմը իր անվտանգության տեսակետից, երկրորդը զուտ իր տնտեսական արդյունավետության տեսակետից, որովհետև 5 միլիարդի ինչու առնել ամերիկյան փոքր մոդուլային կայան, եթե կարելի է 5 միլիարդի լիարժեք ռուսական VVR տեսակի ռեակտոր կառուցել, որտեղ էլեկտրոէներգիան 4 անգամ շատ է, սա նշանակում է այսինքն 4 անգամ ավելի հզոր է։ Սա նշանակում է նաև նրա կիլովատժամի գինն է միաժամանակ նվազում, այսինքն շատ ավելի էժան է։ Այսինքն բավականին թանկ ծրագիր են մեզ առաջարկել, փորձում առաջ մղել։ Մյուս խնդիրն է այսպես կոչված 4 միլիարդն է, որը պետք է սպասարկվի եւ այդ վառելիքը գնի։ Սա էլ է խնդրահարույց։ Նորից փորձեմ բացատրել, նայեք, VVR տեսակի կայանները, որոնք մենք ունենք դրա մասնագետներ, ինժեներներ, մեծ թվով մասնագետներ են պահանջում, որպեսզի այն սպասարկեն։ Ամերիկյան կայանի դեպքում, ամերիկյան տեխնոլոգիաների դեպքում մենք այդ սպասարկումը դրվում է ամերիկյան կողմի վրա, սա նշանակում է մենք չունենք մասնագետներ, ու մենք իսկապես չունենք մասնագետներ, սա նշանակում է որ ամերիկյան կողմը գալու է ինչ որ ժամանակ առ ժամանակ սպասարկի եւ հետ գնա, որը նույնպես մեր վրա շատ թանկ է նստելու։ Երկրորդը սա նույնպես անվտանգության խնդիրներ է առաջացնում։ Եթե մասնագետ Հայաստանում չկա, ու ստեղծվում է ֆորս մաժորային իրավիճակ, ինչ ենք անելու այդ դեպքում։ Սպասելու ենք մինչև մասնագետը գա։ Այսինքն բավականին խնդրահարույց պրոբլեմներ են։ Իսկ գուցե մասնագետներ կան, վերապատրաստեն եւ այլն եւ այլն։ Չգիտեմ, դա բավականին երկար է պահանջում, որովհետեւ մենք ստեղծենք մեր այս միջուկային էներգետիկայի մեր դպրոցը, հավատացեք, մեզ տասնամյակներ պահանջվեց։ Սա 1 տարում, 1 ամսում, 2 կամ 3 տարում պատրաստել հնարավոր չէ։ Սա բավական երկարատև գործընթաց է, դու պետք է սկսես աշխատել կենտրոնները, չգիտեմ, Երևանի պետական համալսարանի պոլիտեխնիկի հետ համապատասխան մասնագետներ պատրաստել, դրա համար դրսից պետք է գան մասնագետներ վերապատրաստեն նրանց եւ այլն։ Մեր մասնագետները պետք է գնան այնտեղ վերապատրաստում անցնեն։ Սա նորից եմ կրկնում, ոչ 1 տարվա
ոչ է 5 տարվա գործ է, սա մոտ 1 մի քանի տասնամյակի գործ է, որովհետեւ դու այդ դպրոց ունենաս, որովհետեւ դու չես կարող 1 կամ 2 կամ 5 մասնագետ պատրաստես։ Այսինքն դու կարծում ես, որ գաղափարը վատը չէ, բայց թանկ է։ Ես կարծում եմ գաղափարն էլ լավը չի։ Որտեղ նորից եմ կրկնում, եւ թե դու մի գաղափարի մեջ անվտանգության խնդիրը չես լուծում, ապա մոտդ խնդիրները առաջանում այդ հարցը ո՞նց ենք լուծելու։ Այսինքն եթե նմանատիպ կայաններ կառուցվածել էին աշխարհի տարբեր երկրներում, իրենք իրենց շատ լավ դրսևորեին, մենք ասենք, հա, խնդիր չկա, ինչ վատ գաղափար է։ Բայց նորից եմ կրկնում, նմանատիպ կայան չկա աշխարհի եւ ոչ մի երկրում։ Ու դարձնել Հայաստանը փորձադաշտ ամերիկյան ռեակտորի համար ամբողջ հարգանքով ամերիկացիներին եւ իրենց տեխնոլոգիաներին, իրենց ղեկավարությանը, սա խնդիրներ է առաջացնում եւ ել ավելի վատ է, որ գործողական ռեժիմ փորձում է խնդիրները, որ իրականում ինքն է ստեղծում, փորձել որպես դրական ինչ-որ բան ներկայացնել եւ դրա վրա փորձում են PR-վել։ Այսինքն որևէ երկրում նման կայան չի տեղադրվել, որովհետեւ խոսում էր, որ Չինաստանում է տեղադրվել, Չէ։ Ռուսաստանում նույնիսկ ասացին։ Կա Չինաստանը եւ Ռուսաստանը ստեղծում են իրենց փոքր ռեակտորները։ Այդ տեխնոլոգիաները կան, բայց բացարձակ կապ չունեն ամերիկյան մոդուլային կայանների հետ։ Այսինքն մենք գործ ունենք լրիվ այլ իրավիճակի հետ։ Չինացիները եւ ռուսները կառուցում են իրենց փոքր ռեակտորները, այդ կողմից Ռուսաստանը բավական առաջ ընթաց ունի, որտեվ ի տարբերություն ամերիկացիներին, սա էլ նշեմ, որ ամերիկացիները սկսեցին իրենց այսպես կոչված կանաչ էներգիայի քաղաքականությունը, սա վերցան, որ Ամերիկայում դադարեցին ատոմային ռեակտորներ կառուցել եւ դադարեցին նույնիսկ ուրան հարստացնել։ Հիմա օրինակ համար Միացյալ Նահանգների ուրան ներմուծում է Ռուսաստանի Դաշնությունից։ Դեպքում հարց առաջում, եթե ռուսներից են ուրան ներմուծում, ապա մենք ո՞նց ենք այդ ուրան ներմուծելու հենց նույն Միացյալ Նահանգներից, չէ՞, պայմանագիրը տենց է նախատեսվում։ Հաջորդ խնդիրը որ կա, այդ հարստացված ուրանը օգտագործելուց հետո դրա մնացորդները ինչ են կանելու, որտեղ են պահելու, ինչ պայմաններում Ամերիկան պատրաստ է ամերիկյան կողմը իր վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնել, հետ տանել օրինակ համար վերամշակել եւ այլն, թե ոչ։ Այսինքն սրանք բոլոր խնդիրները, որոնց պատասխանները չկան։ Այսինքն իրականության մենք ոչ թե ինչ-որ առաջընթաց ունենք, այլ հետընթաց ունենք։ Ավելի շատ խնդիրներ ենք ստեղծում, քան թե փորձում ենք առաջ գնալ եւ հասկանալ, թե ինչ ենք անելու այս այսպես կոչված այդ 9 միլիարդ հետ, որը ասենց մեր գլխին թափվել է ու իրականում մեր պարտն է միայն ավելացել, որտեղ նորից եմ ասում, մենք ենք այդ պարտքերը վճարելու ու մեր զավակները։ Իսկ այն անհանգստությունները, որ ատոմակայանը կփակվի եւ այս ամենը դրա համար է արվում եւ նաեւ խոսում են էներգետիկ անկախության մասին։ Նայեք, էներգետիկ անկախությունը ինքը կեղծ կատեգորիա է, այդպես բան գոյություն չունի աշխարհի եւ ոչ մի երկրում։ Որտեղ բոլոր երկրները նույնիսկ նրանք ովքեր էներգակիրներ ունեն նավթ եւ գազ, իրենք էլ են կախվածության մեջ արտաքին շուկաներից։ Նույն Սաուդյան Արաբիան, որը նավթի ահռելի պաշարներ ունի, դանան վերել նրան, որ ինքը կախված է եվրոպական, ամերիկյան, չինական շուկաներից։ Եթե ինքը չկարողանա արտանել այդ նավթը գազը, ինքը կայտնվի կախվածության մեջ։ Համար էներգետիկ կախվածությունը ինքը կեղծ կատեգորիա է բացառիկ իմաստով, որտեղ բոլորն էլ մեկից կախված են, ռուսներն են, որ գազի եւ նավթի ահռելի պաշարներն կախված են եվրոպական շուկաներից, որ արտահանեն։ Հիմա եվրոպական շուկան հրաժարվել է իրանցից, իրանք շրջվել են դեպի չինական շուկա եւ այլն։ Այսինքն այս կախվածությունը միշտ էլ կա։ Փոքր է, քիչ է, մեծ է, փոքր է, ցածր է կամ մևն է ազատվել էներգետիկ կախվածությունից դու չես կարող։ Հետո ռուսական ռեակտորը VVR-ը փոխարինել ամերիկյանով ինքը լավ գաղափար չի, որտեղ այդ կախվածությունը իրականում մեծացնում է, հենց այն պատճառներով, որ ես նշեցի։ Տնտեսական առումով լավը չի, անվտանգության առումով լավը չի, դա բերում է նրան, որ մեր մասնագիտական դպրոցը կորելու է, որը մենք ունենք էներգետիկ համակարգի մասնագետների։ Առասարակ այս հարցով քննարկումներ եղել են մասնագետների հետ։ Ես ինչքան գիտեմ, ոչ մի քննարկում չի եղել։ Այն մասնագետներն, որ ես ճանաչում եմ, որոնց հետ ժամանակ կապի մեջ եմ խոսում, նույնիսկ որոնք ասենց ասեմ, քաղաքական առումով ընդդիմադիր հայացքներ չունեն, նույնիսկ նրանց հետ քննարկումներ տեղի չի ունենում։ Հետևաբար ես համոզված եմ, որ խնդիրը այսինքն քաղաքական որոշումը ռիսկերը հաշվի չի առնվում եւ ես կարծում եմ այս մարդիկ ավելի շատ ապրում են այսօրվա պահով, էլի, քանի որ 4 ամսից ընտրություններ են ու իրանք մտածում են ոնց այդ ընտրություններից առաջ PR-ում են, որ տեսեք Վենսին բերեցինք, ռեակտոր ենք կառուցելու մի օր երևի մեր անվտանգության խնդիրներն ենք լուծելու առանց զենք զինամթեր գնելու, այն դեպքում որ հենց բառացիորեն 3 Վենսը արդեն Բաքվում էր եւ Բաքվի հետ կնքեց ռազմավարական պայմանագիր։
համագործակցության, որի մեջ մտնում է նաև Բաքվին մեծով զենքեր զինամթերք վաճառելու թեմաներ, մի խոսքը միլիարդավոր գործարքի մասին է։ Իսկ ատոմականի փակման հետ կապված, որ խոսվում է, որ այս ամենը արվում է թուրքերի պահանջով, քանի որ նրանք վաղուց են պահանջում, որ մեծամորի ատոմականը փակվի, եւ այս ամենը միտված է դրան։ Նաեւ ռուսական ազդեցությունը առհասարակ մեծամորի ատոմակայինը փակելու պահանջը դրել է Թուրքիան, դրել է Ադրբեջանը, դրել է Եվրամիությունը պաշտոնապես։ Սրանք պաշտոնապես տարբեր մակարդակներով տարբեր անգամ իսկ Եվրամիության հետ մենք ընդհանրապես ունենք երրակողմ այսպես կոչված կնքած պայմանագիր, որտեղ սև սպիտակի վրա գրած է, որ Հայաստանը պարտավորություն է վերցնում փակել ատոմակայանը։ Հիմա իդեպ սրանք չեն կնքել այս պայմանագիրը, սա էլ ասեմ, նախկին իշխանություններն են կնքել։ Երբ է կնքվել դա։ Եթե չեմ սխալվում 2016-ին թե 15-ին։ Հիմա նույն պահանջը ունի Ամերիկան, ճիշտ ինքը չի բարձրաձայնել այդ թեման, բայց այդ պահանջը կա։ Փակել ատոմակայանը իբր թե ռուսական ազդեցությունից ազատվելու համար փոխարենը բերում են ամերիկյան չմշակված, չնախագծված, մինչև վերջ կառուցված, չփորձարկված շատ կասկածելի նախագիծ է։ Նորից եմ կրկնում, ես դեմ չեմ ամերիկյան տեխնոլոգիաներին, բայց ես դեմ եմ, երբ որ դա մեր անվտանգության, մեր համար ռադիացիոն ինչ որ կարող է ֆոն ստեղծել, ինչ որ խնդիրներ ստեղծել, Հայաստանը մեծ պետություն չէ։ Մենք փոքր երկիր ենք։ Եվ ես նաև առիթ եմ ունեցել ասել ուզում ցանկանում եմ սա եւս կրկնել, որ փոքր միջուկային կայանների կամ փոքր այս մոդուլային կայանների կառուցումը Հայաստանի ձեռնատու չէ։ Սա շատ էֆեկտիվ է մեծ պետությունների համար։ Հնդկաստանի, Պակիստանի, որոնք ահռելի բնակչություն ունեն, Ռուսաստանի կամ Չինաստան կամ Միացյալ Նահանգների, որոնք ահռելի տարածքներ ունեն։ Երբ որ դու հեռավոր ինչ-որ մի հատ գյուղի կամ մեծ քաղաքի մոտ կառուցում ես մի հատ մոդուլային կայան, որը կարող է տարիներով աշխատացնել առանց խնդիրների։ Բայց փոքր պետություն ոնց որ Հայաստանի Հանրապետությունը, սա շատ արկածախնդրային, շատ վտանգավոր Հայաստանի համար գործընթացի մեջ ենք մենք մտնում, զուտ, եթե հարցին դիտարկում ենք ոչ քաղաքական տեսակետից, այլ զուտ նեղ մասնագիտական միջուկային էներգիայի զարգացման տեսակետից։ Իսկ սա միայն ֆինանսական շահ էր, որ հետապնդում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե իսկապես այդ քաղաքական նպատակը կամ այն դեպքում։ Ես չեմ կարծում, որ այդտեղ առանձնապես ամերիկացիները ֆինանսական շահ են հետապնդում, իրենք ավելի շատ աշխարհաքաղաքական շահ են հետապնդում Հայաստանում իրենց գերիշխանությունը հաստատելու համար եւ Հարավային Կովկասում ընդհանրապես, քանի որ ասենց ասեմ, տարածաշրջանը անտեր է մնացել։ Ռուսաստանը ակտիվ չէ, որտեղ զբաղված է Ուկրաինայում, Իրանը թուլացած է, հիմա Իրանին սպառնում են, ունենալով Իրանի կողքին, ասենց սահմանին մի ինչ որ ծրագիր, որը իրենց կողմից վերահսկելի, իրենց ձեռնատու է։ Այլ բան է, որ Հայաստանին զորով բերում են, մտցնում են աշխարհաքաղաքական այս հակամարտության կոնֆրոնտացիայի մեջ, որը Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում։ Եթե մենք ունենենք ազգային խելոք գրագետ իշխանություն, ապա իրանք ամեն կերպով կխուսափեին Ռուսաստան, Արևմուտք, Ռուսաստան, ԱՄՆ կամ ԱՄՆ, Իրան այս հակամարտության մաս կազմելուց ամեն կերպ խուսափեին։ Բայց քանի որ մենք չունենք ազգային մտածելակերպի քաղաքական իշխանություն, այլ այն ռեժիմն է, որը հիմա իր կյանքի նպատակն է դրել ամեն կերպ վերարտադրվել, եկեղեցու դեմ պատերազմ հայտարարել, չգիտեմ, հայ ժողովրդին պառակտել, բաժանել եւ այլն, եւ դա անում է շարունակաբար ու սկզբունքորեն, ասենց ասենք, այդ հարցում։ Ապա իրանք դրել են առաջ խնդիր վերարտադրվել եւ հիմա փորձում են այս խայտարակ պայմանագիրը, որ ստորագրվել է, որպես ինչ որ մեծ առաջընթաց ներկայացնել։ Իդեպ Ռուսաստանից արձագանք եղավ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը նշել էր, որ Ռոսատոմը պատրաստ է սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել ատոմակայանի կառուցման նախագծի իրականացմանը, նշելով, որ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա։ Նայեք, Ռուսաստանի արձագանքը սպասելի էր ու զարմանալի, չի, բայց նաև ուշացած է։ Որտեւ ժամանակին, որ հնարավորություն կար դա կառուցել եւ Հայաստանը տրամադրված, այն ժամանակ պետք էր տեղից շարժվել։ Բայց իրենք անդադ ինչ որ խնդրահարույց խնդիրներ են ստեղծում գնի հետ կապված եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ այս Հայաստանի վիճակը ել ավելի վատ է, քան թե կա, նոր իրանք տեղից շարժում են եւ առաջարկում են, դե գիտեք, մենք Այսինքն իրենց կողմն էր հիմնականում, թե Հայաստանը վաղուց ուներ այդ որոշումը գործընթացին ընթացք չտալու։ Ես չեմ կարող ասել, սրանք երբեք լուրջ, քանի որ մասնագիտական առումով մենք գործ ունենք բավական նաև դիլետանտ իշխանությունների հետ, ապա իրանք փորձում են իրենց դիլետանտիզմ ինչ որ առումով փակին քաղաքական որոշակի խաղերի, ասենց խաղիկների միջոցով։ Հիմա ռուսական կողմի արձագանքը իդեպ ասեմ, իրենց պնդումը որ սան այլընտրանք չկա, ինչ որ առումով դա ճիշտ է, որտեղ այդ Viver կոչող
կայաններ իրենց բավականին արդյունավետ են ցույց տվել ոչ միայն ամբողջ աշխարհում։ Հիմա Ռոսատոմը այս պահին դոմինանտ կառույց է համաշխարհային միջուկային շուկայում, հիմնական պայմանագրերը ինքն է կնքում, չմոռանանք հենց մեր հարևան Թուրքիայում իրեն կառուցում արդեն ավարտին են հասել բավական մեծ ռեակտոր չէ, մեծ ատոմակայան մոտավորապես 25-26 միլիարդ դոլարի ներդրմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում են կառուցել Բուշեհրի ատոմակայանը եւ այլն։ Հնդկաստանում, Չինաստանում ամենուրեք ռուսները շատ ակտիվ աշխատում են Բանգլադեշում եւ այդ կանոնները իսկապես ցույց են տվել, որ նրանք շատ ավելի էֆեկտիվ են, շատ ավելի արդյունավետ ու ամենակարևորը անվտանգ, որովհետեւ մեր պահանջներից մեկն է, որ անվտանգության առումով Հայաստանում կառուցվելու ատոմակայանը պետք է ունենա այսպես կոչված 3++ անվտանգության համակարգ, որը ի դեպ ասեմ, այդ մոդուլային կայանը այդ համակարգին չի համապատասխանում։ Այսինքն չկա սերտիֆիկատ, որ ինքը 3+ է գոնե, այլ էլ չեմ ասեմ 3++ անվտանգային համակարգի մեջ է, իսկ այդ պահանջը կա եւ Հայաստանը պարտավոր է դա իրականացնել։ Այսինքն սա բավականին մեծ թվով խնդիրներ կան։ Հաջորդ խնդիրը, որի մասին իրենք չեն խոսում, կա, դա նոր ատոմակայան կառուցելու հարցն է։ Նոր ատոմակայան կառուցելու համար պետք է Հայաստանը ՄԱԳԱՏԵ-ի հետ գա համաձայնության։ Ու այստեղ էլ է խնդիր առաջանում, արդյոք ՄԱԳԱՏԵ-ն կհամաձայնի, որպեսզի Հայաստանի տարածքում մոդուլային կայան լինի։ Մենք հասկանում ենք, որ քաղաքական առումով Միացյալ Նահանգները կարող են ճնշել ՄԱԳԱՏԵ-ին ստիպեն, որ ինքը գնա համաձայնության, բայց ՄԱԳԱՏԵ-ի մասնագետներ կան, որոնք հստակ ասում են, որ սա խնդրահարույց ռեակտորներ են։ Արդյոք ձեզ պետք է այդ տիպի ռեակտոր կառուցել եւ այլն։ Բայց այս հարցերը չեն պարզաբանվել, երբ նման որոշում է կայացվել։ Ես այս պահին ինչքան ես գիտեմ, ոչ մի հարց չի պարզաբանվել։ Նորից եմ կրկնում, այս մարդիկ այս բանը շարժում են ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերով, այլ ամեն գնով վերարտադրվելու խնդրով։ 4 ամսից ընտրություններ իրանք պետք է ամեն գնով վերարտադրվեն, որպեսզի կարողանան շարունակել են հանցագործ քաղաքականություն, որ վարում են դա անել։ Ու հիմա այս հանցագործությունների թիվը ավելանում է։ Սա հանցագործություն է համարում։ Սա միանշանակ հանցագործություն։ Բերել Հայաստանում փորձել կառուցել ռեակտոր, որը ոչ միտեղ իրականացված չի, կառուցված չի, փորձարկված չէ, սա ուղղակի պետական հանցագործություն է։ Իսկ թրիփի հետ կապված ինչ կասեք, երեք Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց, ավելի մանրամասներ ներկայացնում վերահսկողության մասին, նա ասում էր կարող է արհեստական բանականությունը վերահսկել մարկած այդ ֆրոնտ օֆիսով, գերժամանակակից սարքավորումներով վերահսկեն եւ պարտադիր չի որ մարդ լինի, եւ ասում էր դա կարող է լինել Հայաստանի նաեւ մյուս անցակետերում այդպես գործի։ Եվ բացի այդ խոսում է, որ նոր սարքավորումներ են Ամերիկայի Միացյալ Նահանգներից գալու։ Նայեք, եւ նաեւ չիպերի եւ այն ամենի մասին, այդ ամենայատի գեղեցիկ խոսքեր են կարելի է խոսել անդադ իով, չգիտեմ, ինչ որ բաներ վերահսկելու մասին, բայց ցանկացած համակարգ կոնկրետ տվյալ դեպքում, որի նկատմամբ չկա վերահսկողություն, չէ ոնց է կոչվում, անխոչնդոտ անցում են իրականացում, խոսքը արդեն չի գնում ճանապարհի մասին, խոսքը գնում է միջանցքի մասին։ Սա դրա ապացույցն է։ Եթե դու քո մաքսավորը քո սահմանապահ կանգնած չի եւ մուտք այդ ճանապարհ մտնող դուրս եկող քո դրոշը եւ քո սահմանապահին չի տեսնում, ուրեմն խոսքը գնում է միջանցքի մասին, որի նկատմամբ դու չունես վերահսկողություն, կամ ավելի շուտ ունես վերահսկողություն ընդամենը 26%-ով, չէ՞, ըստ պայմանագրի։ Հետևաբար սա հերթական խնդրահարույց ծրագրերից մեկն է։ Մանավանդ հիմա արդեն խոսքը գնում է որոշակի հողային տարածքներ տրամադրելու մասին։ Սա նույնպես հողային տարածքների տրամադրումը բավականին խնդրահարույց է, որովհետև նայեք 26% ներդրումը, ասենք ասենք ճակերտավոր, պետք է կատարի հայկական կողմը, ինչով ենք անելու։ Փող ենք ներդնելու, Հայաստանը չունի փող։ Հետևաբար մեծ մասը տվեցինք իրենց, որ իրենք ներդրումներ անեն։ Հետևաբար մեր ներդրումը հողի տեսքով է լինելու։ Այսինքն մենք մեր տարածքը, մեր հողային տարածքը տրամադրում ենք ինչ-որ միջազգային ինչ-որ ընկերությանը, որը նորից խնդրահարույց է 99 տարով։ Այսինքն ինքը դառնում է դրա սեփականատերը։ Արդյոք գործող քաղաքական ռեժիմը եւ ընդհանրապես ցանկացած քաղաքական իշխանություն Հայաստանում, եթե երբևէ լինի, իրավունք ունի երրորդ կողմին տրամադրելու Հայաստանի հողային տարածքը որպես սեփականության իրավունքով կամ որպես իր ներդրում։ Սա բավականին լրջագույն խնդիրներ է ստեղծում, որովհետև այդ դեպքում եթե այդ կոնսորցիումի այդ 74% իրենք վաճառեն, դա ասենք թե չգիտեմ 10%-ը, 24%-ը եւ այլն վաճառեն օրինակ թուրքական կամ ադրբեջանական ընկերություններին, ապա Հայաստանը ինչ է անելու այդ հողատերը։ Ասում մենք չենք թույլ տա, մենք կարող ենք վետո դնել։ Չէ, չեն կարող վետո դնել, սուտ են ասում։
Պայմանագիրը, որին գոնե ես եմ ծանոթ, այնտեղ տենց իրավունք չկա գրած։ Ոչ մի վետոյի մասին էլ չկա գրած եւ ոչ մի տողում։ Թող ցույց տան ինձ այն տողը, որտեղ գրած է, որ հայկական կողմը կարող է վետո դնել։ 74%-ը պատկանում է ամերիկյան կողմին։ Ինքը կարող է ընդունել ցանկացած որոշում։ Սևով սպիտակի վրա գրած է, որ որոշումների վերջնական հարթակը լինելու են միջազգային դատարանները։ Հավատացեք ինձ, ցանկացած միջազգային դատարան կպաշտպանի նրան, ում որ պատկանում է 76%-ը։ Հայաստանի ձայնը այնտեղ լսելու չի լինել, Հայաստանի ձայնը այնտեղ լսելու է իր 26%-ով։ Հետաբար չհավատակ, որ իրեն կարող են վետո դնել, չկա տենց կետ։ Ոչ միտեղ չի ասում վետոյի իրավունքի մասին։ Թող ցույց տան, մենք էլ զարմանանք, թե It's ոնց են համարձակվում ամերիկացիների նկատմամբ վետո կիրառել։ Առհասարակ Վենսիայիցը մեզ ինչ տվեց, նկատի ունեմ խաղաղության հաստատման մասով, որովհետև խոսեց նաև խաղաղության մասին, նույնիսկ Փաշինյանին գովեց, ասաց, որ նա խաղաղությունը շարունակական դարձնելու հնարավորություն ունի։ Արդյոք իսկապես այդ խաղաղությունը կկնքվի թե ոչ, եւ նաև այն, որ գնաց Ծիծեռնակաբերդ, հետո մենք տեսանք, որ ցեղասպանության մասին հիշատակումը հանվեց, այս մասով ինչ կասեք, եւ ինչու նրան բարձրաստիճան պաշտոնյա չէր ուղեկցում։ Շատ լավ հարց տվեցիք, ուստեղ ամենակարևորն է սա առանցքային։ Արդյոք սա մեզ բերում է խաղաղություն, թե մենք գնում ենք նոր առճակատման։ Ու այս առումով շատ սիմվոլիկ էր հենց այդ ցեղասպանության թանգարան գնալը եւ ապա ջնջելը։ Սա նկարները թողեց, բայց գրառումը ջնջեց։ Սա նշանակում է, որ խաղաղության խոստումները, որոնք տրվում են տարբեր մակարդակներում, են կեղծ են եւ սուտ են, հատկապես այսօրվա իշխանությունների, եւ որ դա շուրթերից է հնչում։ Իրենք ստում են հերթական անգամ։ Ու այն փաստը, որ իրանք նույնիսկ չէին համարձակվել գնային ցեղասպանության այդ Վենսին ուղակցեն դեպի ցեղասպանության թանգարան, ծաղիկ դնեին, այն փաստը, որ հետագայում ջնջեց, ես չեմ զարմանա, որ Վենսի այդ գրառման ջնջման հետևում կանգնած ունի Հայաստանի իշխանությունները, որոնք զանգե խնդրել աղաչե պաղատել են, որ խնդրում եմ ջնջեք այդ գրառումը, որտեղ դա խաղաղության օրակարգին խանգարում է։ Խաղաղության օրակարգին խանգարում է։ Այսինքն չեմ զարմանա, որ ոչ թե ճնշումը եղել է Թուրքիայից կամ Ադրբեջանից, այլ հենց Հայաստանի իշխանություններից։ Ես դրան նույնիսկ համոզված եմ, որ Հայաստանի իշխանություններն են խնդրել պաղատե աղաչե, որ ջնջեք այդ գրառումը ու չեն էլ ուղեկցել իրեն, երբ որ ինքը գնում էր այդ Իսկ ամեն դեպքում ինչու նա որոշեց գնալ եւ շատերն ասում են, քանի որ նա հավակնություն ունի նախագահ դառնալու, փորձում է նաեւ համայնքի ուշադրությունը գրավել։ Շատ հնարավոր է, որ իրենքը շատ լավ հասկանում է, որ հայկական համայնքը դրան շատ sense զգայուն կետերից մեկն է ցեղասպանության թեման եւ ինքը գնաց հենց այդ համակրանքը շահելու համար։ Ինչպես բոլոր նախագահներն են։ Ինչպես բոլոր նախագահները, հետո չմոռանանք, որ ցեղասպանության հարցը ամերիկյան կոնգրեսի եւ սենատի կողմից հաստատված է։ Ամերիկյան բոլոր նահանգները դա ընդունել են, ճանաչել են։ Նույնիսկ նախկին նախագահ Բայդենը իր հայտարարություններում կողմից օգտագործել ցեղասպանություն։ Իդեպ երկու նախագահ է օգտագործել Բայդենը եւ հիշենք նաեւ ժամանակին Ռոնալդ Ռեյգանը նույնպես ցեղասպանություն բառը օգտագործել էր։ Բայց Տրամպը չի օգտագործում, սա էլ նկատենք։ Իսկ այսօրվա գործողական ռեժիմն էլ նաեւ անդադ փորձում է մոռացիան տալ։ Հիմա էլ իբրե վերանորոգման անվանտակ Ծիծեռնակաբերդը կիսավեր վիճակում է գտնվում։ Իսկ Վենսիայից արդյոք խոսում են մասին, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ինչ որ մի փուլի կարող է իսկապես այս հարցը օրակարգ բերվել հենց Միացյալ Նահանգների կողմից։ Ցեղասպանության հարցը։ Ես դրա վրա չեմ զարմանում։ Նայեք, եկեք Վենսի այցիների մի փոքր անդրադառնանք։ Վենսի այցը Հայաստան տարածաշրջան իր նպատակակետը Բաքուն է, ոչ թե Երևան։ Երևանը միջանկյալ ճանապարհ էր Բաքու գնալու համար։ Բաքվում իրենք ընկեցին ռազմավարական նշանակության իրենց համար պայմանագիր, որտեղ իրենք ցանկանում են Բաքուն Ադրբեջան ներքաշել իրենց ռազմավարական երկու դաշնակիցների հետ իրենց աշխատանքում։ Դա Իսրայելն է եւ Թուրքիան է։ Երկուսն են ռազմավարական նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար։ Հետևաբար Ադրբեջանի ներքաշել Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան համակարգում իրենք ձեռնատու են։ Մանավանդ Ադրբեջանը եւ Թուրքիայի եւ Իսրայելը մենք տեսնում ենք ոնց է ակտիվ աշխատում։ Հետաբար նորից եմ կրկնում, Վենսի այցի նպատակը Բաքուն էր, այլ ոչ թե Երևանը։ Երևանը միջանկյալ ճանապարհ է։ Ոնց էր սանք են ուզում Թրիփով Հայաստանը։ Այստեղ է հայտարարություն կնքվեց, ստորագրեցին։ Հա, բայց հիշենք Թրամփի հայտարարությունը, ինքը ասաց Վենսը գնում է Հարավային Կովկաս, Բաքվում կնքելու ռազմավարական նշանակության պայմանագիր,
իսկ Երևանում կնքելու շատ գեղեցիկ հենց Թրամփի բառերն է պայմանագիր։ Երբ որ ռազմավարական նշանակության պայմանագիրը փոխարինում ես գեղեցիկ պայմանագրով, հասկանում ես, որ դրա արդյունավետությունը մի քանի անգամ ավելի ցածր է։ Ասում են զենքեր են Ամերիկայի Միացյալ Նահանգներից գնելու, սա նորություն է, 11 միլիոն փաստորեն տրամադրվեց դրան։ Նախ 11 միլիոն արդյոք մեծ թիվ է թե ոչ եւ անվտանգություն արդյոք չի ապահովում այն հանգամանքը, որ զենքերի հետ զենքեր են գնում։ Նույն Բաքվետ իրենք ընկել են մի քանի միլիարդ դոլարանոց պայմանագիր նույն զենքի հետ կապված։ Հայաստանը 11 միլիոնի։ Եկեք ծիծաղել է, նույնիսկ այս թվերը իրար հետ համատելու մասին խոսել է։ Մանավանդ այն ինչ որ իրենք առաջարկում են Հայաստանին, այդ անօթաչու թռչող սարքել եւ բանը, Հայաստանը ինքն էլ է արտադրում եւ նոր համակարգերի ներմուծում իհարկե լավ է։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց նորից եմ քրկնում, եկեք այս երկու այցը Բաքու եւ Երևանի այդ ցավոք սրտի չեն կարող համատել, ցավոք սրտի, որտեվ Բաքուն իրենց նպատակներ տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու համար Հայաստանը միջանկյալ տարածք է, ոնց որ թրիպն է, որպես ծառայությունների կենտրոն է վերածում Հայաստանը Թուրքիա եւ Ադրբեջանի համար, տենց էլ հիմա ծառայությունների կենտրոն է դառնում Հայաստանը Միացյալ Նահանգների իր քաղաքականությամբ, հատկապես հակաիրանական քաղաքականության իր եւ ինչ որ առումով նաեւ հակառուսական։ Ու Հայաստանի ներքաշումը հակաիրանական եւ հակառուսական այս ծրագրերում, սա ուղղակի ինչ ասեմ, անլրջության եւ հակապետական քաղաքականության արդյունք է այսօրվա գործող քաղաքական ռեժիմի կողմից։ Կաթողիկոսի մասին եւս հայտարարություններ արեց Նիկոլ Փաշինյանը։ Դուք այս մասով ինչ կասեք, նա մեղադրում է, որ պետության մեջ պետություն են ստեղծում եւ վտանգ են ներկայացնում իրենց համար։ Մեկնաբանելը կամ բացատրելը անիմաստ է։ Ինքը չի գործում Հայաստանի շահերից, ինքը չի գործում հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի։ Ինքը գործում է այն իր տերերի շահերից, որոնք նստած են Բաքվում եւ Անկարայում։ Ասում է պետության մեջ ոչ միայն պետություն է, այլև պետության մեջ օտար պետություն է։ Դե միակ օտար մարմինը այսօր Հայաստանի պետության մեջ նստած է հենց Հանրապետության հրապարակում։ Եվ այդ օտար պետությունը բերում է Հայաստանի պառակտմանը, քանդմանը։ Չմոռանաք, Արցախ այդ մարդն է հանձնել, հայկական եկեղեցիները հարյուրավոր եկեղեցիներ Ադրբեջանը ինքն է նվիրաբերել, հազարավոր մեր տղաների արյունը իր վրա է, այլ ոչ թե կաթողիկոսի վրա, էլի։ Եկեք ինչն ենք ինչի հետ համատում։ Հայաստանի տարածքը այսօր գրաված է Ադրբեջանի կողմից եւ իրենք չեն պատրաստվում հեռանալ։ Սա նույնպես իր քաղաքականության արդյունքն է։ Հայաստանի այսպես կոչված սահմանազատման արդյունքում Հայաստանից էլի տարածքներ են տրվել, նույնպես իր քաղաքականության արդյունքն է։ Ինքը համաձայն է բոլոր այն օրակարգերի, որոնք Ադրբեջանը բերում է, դա եւ տարածքների հերթական զիջումն է, խոսքը տվյալ դեպքում այսպես կոչված անկլավների մասին է, որ դա ինքը խոսք է տվել, որ դա տալու է, սպասեք վերարտադրվեն, որպեսզի տամ եւ այլն, այսինքն Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ այսօրվա գործող քաղաքական ռեժիմի կողմից, որը հենց օտար մարմին է Հայաստանի Հանրապետության համար, միայն ավելացել են եւ ավելանալու են, եթե ասված չան ինքը վերարտադրվի։ Հիշեք, այն օրը, երբ որ սրանք գան նորից վերարտադրվեն իշխանության, այդ օրվանից սկսած Ադրբեջանը երրակի, քառակի, հնգակի ավելի շատ պահանջներ դնելու Հայաստանի առաջ եւ սրանք կատարել են գլուխները կախ։ Բոլոր պահանջները տարածքների ավելի մեծ տարածքներ կզիջվեն, ավելի մեծ զիջումներ կլինեն եւ Հայաստանի վիճակը գնալով միայն ել ավելի կվատանա։ Այն մարդիկ, որոնք կարծում են, որ միայն ստամոքսով կարելի է ապրել, պետք է իրենց հիասթափեցնեն։ Մարդ իր պետությունը ապրելու համար նաեւ որոշակի արժեհամակարգ պետք է ունենա։ Միայն ստամոքսի խնդիր չէ։ Երբեք չհավատակ խաղաղության կեղծ խոստումներին։ Խաղաղությունը կերտվում է միայն անվտանգության հստակ համակարգ կառուցելու միջոցով։ Խաղաղությունը առանց անվտանգության, սա կեղծիք է, սա խաբկանք է։ Իսկ մեր մոտ հակառակը մեր անվտանգային բոլոր համակարգերը ոչնչացում են, որովհետև անվտանգությունը սա ոչ միայն ռազմական անվտանգությունը, սա նաև հոգևոր անվտանգությունը, որ իրանք քանդում են, սա նաև համերաշխությունը ներքին ժողովրդական, որը իրանք նույնպես ավերում են։ Այսինքն անվտանգային այս համակարգերը իրանք ոչնչացնելու բերում են Հայաստանի կամաց-կամաց տանում են Հայաստանի ոչնչացման։ Կարծում եք ինչ-որ գործընթացներ կհաջորդեն կաթողիկոսի հետ կապված, որովհետև այդ խորհուրդը, որը ձևավորվել էր, վերջերս նշել էր, որ պետք է ազգային ժողով հրավիրեն կաթողիկոսին, եթե նա չգա, հետո հանձնաժողով ձևավորվի, եւ բացի այդ երեք մեղադրում էր կաթողիկոսին, որ ստվերային գումարներ է մտնում Հայաստան եկեղեցու ձևաչափով։ Նայեք, այսինքն նոր փուլ կարող է մտնել այս կողմից, մինչև Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները
Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու ոչնչացման չի հանվել օրակարգից եւ ընդամենը ավելի խստած է, ապա ես չեմ բացառում, որ ամեն չէ կարող է լինի, վաղը միսօր մենք կտեսնենք տարբեր, ասենք թե ոստիկանական կամ ինչ որ զինված միավորների ներխուժում մայրաթոռ, կաթողիկոսի ձերբակալություն, չզարմանաք, այս մարդիկ կարմիր գծեր չունեն, ոչ մի սրբություններ չունեն, իրանց համար կարող է իրենց աթոռներն է։ Իրենց աթոռները պահելու համար են պատրաստ են եկեղեցին ոչնչացնել, գնալ Ադրբեջանի, Թուրքիայի ցանկացած գործարքի, միայն թե մի օր էլ, երկու օր էլ, մի տարի էլ, երկու տարի էլ ավելացնեն իրենց աթոռին նստելու իրենց այդ հաճույքը։ Դրա համար պետք չի զարմանալ, որ եթե սրանք եկեղեցու դեմ իրենց արշավը այլ ավելի խստացնեն։ Քանի որ առջևում ընտրություններ են, Հայակվեն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին, մենք նկատեցինք, որ Վենսը աջակցություն կարծես թե հայտնեց Փաշինյանին, խոսեց ընտրությունների մասին, ինքը թեման բացեց։ Ինչ է սա նշանակում, որ Փաշինյանը լիակատար աջակցություն ունի Արևմուտքից։ Նայեք, քանի որ այս մարդիկ արևմուտքի, նու տվյալ դեպքում արևմուտքի չասեմ, թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր երազանքները իրականացում են, ասենց ասեմ, իսկ Միացյալ Նահանգների համար կարևորը այս տարածաշրջանում հիմա Թուրքիան եւ Ադրբեջանը, ապա բարձր այս առանցքի շուրջ ինքը նաև փորձում է հարմարվել այս քաղաքական կուրսին։ Այսինքն ոչ թե Նիկոլը կամ իր ռեժիմը ունի արևմուտքի աջակցություն, եկեք սա ճշտենք էլի։ Նիկոլը եւ նրա գլխավորած ռեժիմը ունի Թուրքիա եւ Ադրբեջանի աջակցությունը։ Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց հերթին առաջ են տանում ամերիկյան քաղաքական ծրագրերը հակաիրանական եւ հակառուսական ուղղվածությամբ։ Հետևաբար հենց այս տրամաբանության մեջ իրենք բարձր աջակցում են այսօրվա ռեժիմին, որպեսզի ինքը վերարտադրվի ամեն գնով։ Այսինքն եթե ասված չանի սրանք վերարտադրվեն, մեր վիճակը էլ ավելի է վատանալու, նույն թուրք-ադրբեջանական ճնշումը Հայաստանի նկատմամբ էլ ավելի է խստանալու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Զրուցում էի Հայակվե ազգային քաղաքացիական միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։